Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձություններ են, նոր զարգացումներ, թե ինչպիսի ավարտ կունենա հեռուստասերիալը դեռ վաղ է խոսել, բայց որ հեռուստասերիալում նոր գաղտնիքների բացահայտումներ ու նոր ինտրիգներ են սպասվում, դա հաստատ։ Այստեղ Նարեի կերպարն ի տարբերություն մնացած բոլոր հեռուստասերիալների, որտեղ գլխավոր կերպարները ցուցադրված են թույլ ու ոչինչ չորոշող, Նարեի կերպարն ուժեղ է և ցանկանում է, որպեսզի իր կյանքն ինքը տնօրինի։ Հեռուստադիտողները խնդրում են, որպեսզի սցենարիստը հանկարծ Նարեի կերպարը չփոխի և չփչացնի։ Նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես է Նարեն դեմ դուրս գալիս բոլորին և չի ենթարկվում հոր պարտադրանքին և ուղղակի չի ամուսնանում, որպեսզի հոր ասածն անի։ Իհարկե դեռ վաղ է խոսել այս ամենի մասին, քանի որ Արմոն, ում հետ պետք է ամուսնանա Նարեն, ձեռքին ունի շատ կարևոր խաղաքարտ, որը կարող է ոչնչացնել Նարեի ընտանիքը։ Արդյոք Նարեն դեմ դուրս կգա իր հարազատ հորը և կփորձի պայքարել դրա դեմ, ցույց կտա ժամանակը, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ հայրը իմանա և հայրը բանտ նստի դրանից, Հայկի հանդեպ նրա վերաբերմունքը չի փոխվի։ Նա սիրում է Հայկին, բայց ինչ է տեղի ունենալու Հայկի հետ, եթե նա իմանա ճշմարտությունը, եթե իմանա, որ իր հորը սպանել է Նարեի հայրը։ Բնականաբար, սա մեծ հարված է լինելու Հայկի համար, քանի որ այսքան տարի նա ապրել է միայն մեկ զգացողությամբ, որ հայրը Հայկին ու նրա ընտանիքին լքել է։ Դե ինչ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում և ձեզ կպատմեն, թե ինչ սպասել հետագա սերիաներում և չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին Այնքան մարդ էր գրել, որ մենք եկել ենք, հասել ենք ԱՄՆ, որ չեմ ուզում առանձնացնեմ, ասեմ ինչ որ մեկն է կոնկրետ գուշակել, բայց մենք էլի մեր հին ու բարի տունիկում ենք Լոս Անջելեսում, դա գրում հացուտ եմ, սոված եմ Ես լսեի Բարի օր սիրելիներս, բարի օր կամ բարի երեկո, ես ուզում եմ նշել, որ ամսի 9-ին օկտեմբերի ժամը 19:00-ի տեղի կունենա առաջին ցուցադրությունը Մոլորված ֆիլմի, որի ռեժիսորն է Գոր Կիրակոսյանը, որի բոլոր ֆիլմերը ես նայել եմ, բայց նա դեռևս ինձ չի նկարել իր ֆիլմում։ Գոր ջան, ամեն դեպքում հուսով եմ որ կնկարվեմ, բայց ուզում եմ քեզ մաղթել հաջողություն, վստահ եմ այս ֆիլմներ քեզ մեծ հաջողություն կբերի եւ լավը կլինի իհարկե։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երեք Սառնարանի հետ մի հատ վիդեո եմ նկարել, չգիտեմ տեղադրեմ թե չէ։ Սառնարանի։ Ստեղ սմայլիկ դրեք, տեսնենք արժի դնել թե չէ։ Քո հետ եմ խոսում, ուր է։ Mən խոսքով ստեղ ռեակցիա դրեք, տեսնեմ արժի դնել այդ Սառնարանի հետի վիդեոն թե չէ։ Сайт. No, reel գցեմ։ Մենք նկարահանման ենք, Թամիկը պապրավկա է լինում, Ռոմելան է այստեղ, Բայց իմացակ, ես ու Թամիկը մոտիկ ընկերուհիներ ենք, կինոյի մեջ։ Ձմեռ պապիկին չէ, դու գրել ես։ Դու գրել ես ձմեռ պապիկին։ Գրել ես ձմեռ պապիկին նամակ։ Ես, հա, Ինչ ես գրել։ գրել եմ, որ միշտ ուզում եմ հարուստ լինեմ։ Այդ նամակից 22 փոխարեն ուղարկել։ Ես ուզում եմ միշտ հարուստ մնալ I'm gonna stand up, take my people with me. Together we are going to a brand new home. Far across the river, can you hear freedom calling?
calling me to answer, gonna keep it on. Ընկերներ, քանի որ շատերդ գիտեք, որ ես նկարահանվում եմ Հարսնաձորի լեգենդը հեռուստանովելում, ասեմ, որ առաջին սերիան թողնում եմ այստեղ, ովքեր չեն դիտել առաջին 5 սերիայում ճիշտ է ես մասնակցություն չունեմ, բայց պետք է հասկանաք ինչի մասին է սերիալը, որպեսզի իմ հերթին հասնեք, արդեն իմանաք, թե իմ կերպարն ով է։ Այնպես որ ձեզ բարի դիտում, սպասեք նոր սերիաներին, իսկ ես խոստանում եմ գոհացնել բոլորիդ, որպեսզի ձեր լավ մեկնաբանությունները ստանամ ու շոյվեմ։ Մերսի բոլորիդ։